Պարոն Դավթյան, դուք որպես քաղաքագետ եւ նաեւ որ տիրապետում է այս աշխարհակաղակական լուրջ զարգացումներին, խնդիրներին եւ մեր տարածաշրջանում եւ աշխարհում, ինչի է պետք Փաշինյանին, Էրդողանին եւ Ալիևին անկախության հռչակագիրը հանել սահմանադրությունից, որովհետեւ այստեղ տարբեր զրուցակիցներ խոսում են, բարձրաձայնում են անուն վտանգների մասին, որ հաջորդ քայլով լինելու է, այսինքն դարձյալ Հայաստանի Հանրապետության լուծարում, հետեւաբար պայմանագրերի վերանայում միջազգային, այդ թվում Ռուսաստանի հետ խաղապահների, սահմանապահների մասին պայմանագրեր, ռազմաբազայի հետ պայմանագրերի վերանայում եւ այլն, ի վերջո գալու են, Թուրքիան ասի, կներեք, սա իմ սահմանն է եւ այստեղ որևէ մեկի վերահսկողություն չպետք է լինի։ Նպատակը սա է ներկայացնում շատերը։ Ձեր կարծիքով ինչու են այսպես սևեռված, որովհետեւ մենք ապրել ենք Թուրքիայի հետ հարաբերություններ իհարկե դիվանագիտական չենք ունեցել, բայց իրենք են փակել սահմանը, բայց հարաբերություններ եղել են ու դա չի խանգարել անկախության հռչակագիրը, անկախ նրանից թե իրենք իրենց ներքին լսարանի համար կամ դրսի համար որքան են խոսել հռչակագրում եղած խնդիրների մասին եւ նախկին իշխանությունները турք չեն տվել։ Նույնը Ալիևը անդադ խոսել է, չէ, որովհետեւ մեկը բանի տեղ չեն դրել, Ալիևը չի փոխվել ոչ իր ծրագրերը, ոչ իրենց նպատակները եւ այլն։ Հիմա ինչու են հենց հիմա նրանք պնդում, որ պետք է անկախության հռչակագրի հարցը վերջնականապես լուծվի, սահմանադրությունը փոխվի։ Մի քանի վերջնանպատակը։ Ես կրկին չեմ ուզում կիրառել այնպիսի բառապաշար, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության պետականության լուծարում եւ այլն, ես նորից եմ կրկնում, սա շատ բարդ գործընթաց է պետության լուծարումը։ Հնարավոր գործընթաց է, բայց չափազանց բարդ։ Իդեպ Սերգեյ Մելքոնյանը ասաց երկու դեպք է եղել աշխարհում, Աֆղանստանում եւ Իրաքում, երբ որ արևմուտքի իհարկե օկուպացիայից հետո Միացյալ Նահանգների օկուպացիայից հետո պահանջ է դրվել սահմանադրությունը փոխել։ Մենք դառնում ենք այդպիսով երրորդ երկիրը, որին այլ երկրներ պահանջ են դնում փոխել սահմանադրությունը, մայր օրենքը։ Պատմության ընթացքում եւս մենք կարող ենք նմանատիպ ուրեմն դրվագներ բերել, օրինակ Ճապոնիայի դեպքը երկրորդ աշխարհամարտից հետո եւս կան նմանատիպ դեպքեր, բայց նորագույն պատմության մեջ անշուշտ սա ամենավառ դեպքերն են, որոնք դուք բերեցիք։ Տեսեք, ինչով է խանգարում այնուամենայնիվ անկախության հռչակագիրը։ Անկախության հռչակագիրը ազգային պետության մասին է, Հայաստանի ազգային պետության մասին է։ Մենք քիչ առաջ խոսեցինք եւ դա գործող իշխանություններն էլ չեն թաքցնում, որ փորձ է արվում եւ այդ ռազմավարությունը սպասարկվելու է ուղղված այդ անցման իրականացմանը, ուրեմն անցում ազգից դեպի ժողովուրդ, որը ունի հստակ ազգային պատկեր, որի ներքո ձևավորվելու է մի այնպիսի այսպես հասարակական միավոր առանց ազգային որևէ դիմապատկերի, այսինքն պայմանական ասած, չգիտեմ, հնդիկը, բանգլադեշցին, պակիստանցին եւ այլն, որոնք այստեղ գալիս են, որը ժամանակ ապրում են, ստանում են քաղաքացիություն, նրանք դառնում են այստեղի հասարակության եւ ժողովրդի լիարժեք անդամ, նաեւ որոշակի քաղաքական իրավունքներով եւ այլն, ընտրությունների են եւ ժամանակին ուրեմն Մարաքեշի 2018 թվականին կնքված Մարաքեշի կոնվենցիան սրա համար ստեղծում է բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ Սրա հիմքում դրվում է նաեւ պետության հիմնական ազգային ինստիտուտների ուրեմն ապամոնտաժումը, որը նաեւ իր դրսևորումն է ստանելու տնտեսական հզորությունների, ենթակառուցվածքային հզորությունների անպամոնտաժման տեսքով։ Խոսքը այստեղ կարող է գնել եւ ատոմակայանի, եւ ուրեմն խոշորագույն մեր ազգային նշանակության արտադրական հզորությունների մասին, որոնց շնորհիվ մենք քիչ թե շատ այսօր ապահովում ենք մեր ազգային տնտեսական սուվերենությունը։ Եվ դրանով իսկ փակվում է ոչ միայն ցեղասպանության հարցը, փակվում է ոչ միայն Արցախյան հիմնախնդիրը, առնվազն այդ ժամանակահատվածում, որովհետեւ պարզ է, որ քաղաքական գործընթացները կարող են վաղատանել այն ուղղությամբ, որ կրկին վերանայվեն այդ որոշումները, ճիշտ է, այլ խարխլվում է Հայաստանի պետական ինստիտուցիոնալ հիմքերը, որի հետևանքով Հայաստան, ինչպես մենք քիչ առաջ դրա մասին խոսեցինք, վերածվում է պարզապես սպասարկող մի միավորի, որը չի կարող ունենալ բարձր սուբյեկտայնություն եւ աշխարհաքաղաքական հավակնություններ, որը տարածաշրջանում դառնում է պարզապես ինչ որ մի հանգույց, շուկա, արտաքին դերակատարների տնտեսական, կոմերցիոն շահերը սպասարկող։ Եթե դու սահմանադրության հիմքում դնում ես նմանատիպ պրեամբուլա, նշանակում է, որ դու ունես աշխարհաքաղաքական շատ լուրջ հավակնություններ։
որովհետև երկուսն էլ թե Արցախն հիմնարդը, թե ցեղասպանությունը, դա նախ եւ առաջ աշխարհակահաղական բաղադրիչներ են, որոնք դու բերելով քո սահմանադրության պրեամբուլայի մեջ, որպես անկախության հռչակագիր, դու իհարկե ընդգծում ես, սահմանում ես քո աշխարհակահաղական առաջնահերթությունները։ Այսինքն սա ոչ թե Հայաստանի այսպես պետականության դեմոնտաժն է, ապամոնտաժումն է, այլ Հայաստանի սուբյեկտայնության նվազեցման ուղղված քայլ կլինի, որը մեզ պարզապես կդարձնի ինչ-որ մի անդեմ պետական միավորի այս տարածաշրջանում։ Ինչու շահագրգռված են եղել վերազգային կորպորացիաները աշխարհում հայտնի, որի մասին Յոսիֆ Կեդմին մեզ հետ զրույցում ասաց, թե 18 թվականին ինչ է տեղի ունեցել, ովքեր են արել Թուրքիան, նավթային կորպորացիաները, վերազգային կորպորացիաները, ֆինանսական կորպորացիաները, որոնք աշխարհում որոշում են քաղաքականությունն ու շարժերը եւ արևմտյան որոշ երկրներ։ Իհարկե Ռուսաստանն էլ իր մասնակցություն ունեցել է, բայց վերջում միացել է փայատեր բաժնեմասը չկորցնելու համար։ Այն ինչ որ եղել է ու նրանք միշտ նկարտումներ են ունեցել Արցախի նկատմամբ։ Այդ կենտրոնները 94-95 թվականներին, երբ դարի գործարքը կնքվեց, այսպես կոչված Ադրբեջանի եւ մի շարք էներգետիկ նավթային ընկերությունների միջև, այս ռազմավարությունը շատ մեծ ակտուալություն ստացավ Հարավային Կովկասում եւ այդ վերոնշյալ անդրազգային կազմակերպությունները British Petroleum-ից մինչեւ ExxonMobil, Chevron, Eni, Total, Maersk եւ այլն այդ բոլոր անդրազգային ընկերությունները ամեն կերպ առաջին մղում Հարավային Կովկասում նոր էներգատրանսպորտային ցանցի ձևավորման նախագիծը, որը ամբողջությամբ կվերահսկվեր ոչ թե ազգային պետությունների, տեղի կառավարությունների, այլ հենց այդ անդրազգային կազմակերպությունների կողմից։ Եվ հենց այս տրամաբանության ներքո էր, որ ժամանակին կյանքի կոչվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, ուրեմն նավթամուղը, որը ի դեպ ժամանակին ես շատ լավ հիշում եմ 2004-5 թվականին ողջունեց նաև պաշտոնական Երևանը, հայտարարելով, որ սա մի նախագիծ է, որը իրականացնում է Հարավային Կովկասում, միապես նվազեցնում է էսկալացիոն պոտենցիալը տարածաշրջանի։ Ինչպես տեսանք, դա ամենևին էլ չնպաստեց։ Բայց նաև ասեք, թե որտեղով էին պատկերացնում Արցախով նաև։ Արցախով բնականաբար Հայաստանի Հանրապետության տարածքով։ Այդ էներգակիր հանգույցները իրենք պատկերացնում էին Արցախով։ Դրա համար Արցախը չկա, Արցախը Սյունիքը պետք է նրանց այդ նպատակներին հասնելու համար։ Այո, անշուշտ։